Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Պարոն Առաքելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Առաքելյան, Մերձավանի ողբերգական դեպքից գրեթե 2 շաբաթ է անցել, այս ընթացքում հետևել եք քննությանը, ինչ տպավորություն ունեք եւ արդյոք ձեր կարծիքով իշխանությունը իրավապահ համակարգը մտադիր է բացահայտել այս ցավալի դեպքը։ Ցավոք այդ առաջի 1-2 օրվա գործողություններից, այդ ձերբակալություններից հետո որևիցե նորություն չկա կամ մեզ հասանելի չէ իրավաբանների աշխատանքի մասին, բայց ակնհայտ է, որ հանցագործությունը բացահայտված չէ եւ ենթադրյալ սպանություն կատարողը դեռևս չի նշանակում, որ հանցագործությունը բացահայտված է։ Մենք վստահ ենք, որ հանցագործության պատճառները բերելու են նրան, որ բացի ենթադրյալ սպանություն կատարող անձից կան նաև աջակիցներ, կազմակերպիչներ, որովհետև նաև այն ինֆորմացիան, որը տրամադրվեց, այսինքն այդ երկար ժամանակ պլանավորված հանցագործություն եղել, հետևաբար իրապահ մարմինները մեծ աշխատանք ունեն անելու եւ հույս ունենք, որ մեղավորների ամբողջ շրջանակը եւ այդ շրջանակի դրդապատճառները եւ դերակատարումները հայտնի կդառնան, հակառակ պարագայում հասարակության Վալոձա Գրիգորյանի ընտանիքի ընկերների մտահոգությունները ու ենթադրությունները իրավունք ունեն լինել քննարկման առարկա եւ իշխանությունները նաեւ այդ մտահոգությունները փարատելու եւ ամբողջ ճշմարտությունը բացահայտելու տեսանկյունից պետք է մեծ աշխատանք տանի։ Դուք շարունակում եք մնալ այն կարծիքին, որ սա քաղաքական սպանություն էր։ Գիտեք ինչ, նաև իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ որևիցե վարկած առաջ քաշելու ձեռք կմնամ, նաև մեր հանրային կարգավիճակը հաշվի առնելով, մեզանից յուրաքանչյուրը ունի որոշակի մտահոգություններ, որոշակի վարկածներ, բայց առնվազն մենք ունենք վստահություն, որի մասին բազմիցս խոսել ենք, որ Վալոձա Գրիգորյանը որևէ անձնական խնդիր, որևէ մտահոգություն այլ անձանց հետ, առավել ևս այն շրջանակի հետ, որոնք այս պահին կալանավորված են, նաև այդ մարդկանց չի էլ ճանաչել, այսինքն որովհետեւ առնչություն չի ունեցել եւ ոչ միայն վերջին օրերի, այլ նաև ամբողջ իր գործունեության ընթացքում բարբերաբար մենք գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ էինք, որովհետեւ մտահոգություն, որ կարող է խնդիրներ ունենալ, չկա, հետեւաբար պատճառների մասին, այն որ ասում են ինչ որ Փետրվարյան դեպքերի հետ կարող է առնչություն ունենալ, մենք միանշանակ հերքում ենք, որովհետև ոչ միայն Վալոձա Գրիգորյանը, այլ Վալոձա Գրիգորյանի եղբայրը այդ դեպքերին ներգրաված է բացառապես խուլիգանության հոդվածով 1 տասնյակից ավել անձանց հետ, այսինքն այդ Փետրվարյան ողբերգության ժամանակ տեղի ունեցած սպանության մասով կա անձ, որի ներկայացված է մեղադրանք սպանություն կատարելու մեղադրանքով եւ այսինքն Վալոձա Գրիգորյանի եղբայրը ներգրաված է բացառապես որ զանգվածային խուլիգանության մասնակցության հոդվածով եւ որովհետեւ տրամաբանություն մի հատ էլ գալ հասնել Վալոձա Գրիգորյանին չկա եւ այս ընթացքում ընդ որում մեղադրական եզրակացությունով գործը արդեն դատարանում է եւ այս ընթացքում եթե որևիցե մասնակցության նշույլ լիներ Վալոձա Գրիգորյանի մոտ Փետրվարյան դեպքերի հետ, առավել ևս դրանից հետո տեղ ունեցավ համայնքի ավականու ընտրությունները, Վալոձա Գրիգորյանը ընտրվեց համայնքի ղեկավար եւ ակնհայտ է, որ իշխանության մոտ իրավապահ մարմինների մոտ մի փոքր անգամ նշույլ լինելու պարագայում կուրճացնեն եւ այս ընթացքում Վալոձա Գրիգորյանին միանշանակ կապային որևիցե մի միջադեպի հետ։ Դեպքից մի քանի օր հետո քննչական կոմիտեի ղեկավարը հարցազրույց տվեց հանրային հեռուստաընկերությանը եւ միանշանակ պնդեց, որ վենդետա է եւ ասաց, որ կապ ունի, չնայած դուք հերքեցիք այդ կապը Մերձավանի նախորդ դեպքերի հետ, այսինքն իշխանությունը հստակ արդեն այսպես դիրքորոշում ունի, որ սա վենդետա է եւ կապ ունի այդ դեպքերի հետ։ Ցավում եմ, որ իրավապահ համակարգում նման բարձր պաշտոն զբաղեցնող անձը ընդհանրապես դարձել է ԿՊ-ական քարոզիչ, սա խայտառակ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է, եթե ինչ-որտեղ այդ ԿՊ-ականները իրենց ոչին համապատասխան են, ամեն ինչից հասկանում են եւ ամեն ինչի մասին դիրքորոշում են հայտնում, այս մարդը չսպասելով քննության ընթացքին, չսպասելով մեղադրական եզրակացությանը, չսպասելով ամբողջական ցուցմունքներին,
չսպասելով դատարանին, իսկին արդեն դատարանի վճիռ է տալիս եւ այդ բացահայտում է պատճառները, նույնիսկ բացի այդ անձանցից, այսինքն որպես դժող նաեւ Վալոձա Գրիգորյանի ընտանիքը չի հարցակնվել, կարող այդ մարդիկ ինչ որ վարկածություն են, կարող ինչ որ ինֆորմացիա են տալիս, որովից է մեկս, որովից է ներգրավվածություն չենք ունեցել, լսեն, այսինքն չեն ներկայացվի, հա, այսինքն ընտանիքի անդամներն դեռ չեն հարցակվել։ Առնվազն այդ պահին, որովից է, այսինքն որպես դժող չեն հարցակվել, սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, նույնիսկ եմ կրկնում, մենք չենք պնդում որևիցե վարկածի ճշմարտացիությունը հաշվի առնելով, որ կա իրավապահ համակարգ եւ պետք է այդ աշխատանքը կատարի, բայց մյուս կողմից նաեւ անընդունելի է, որ իրավապահ համակարգը որ արդեն հանցագործության ամբողջական բացահայտման մասին ինֆորմացիա է տալիս։ Դե քիչ էս իհարկե բովանդակային առումով համեմատությունը տեղին չէ, բայց սա նման է այն վարկագծին, ինչ որ հիմա այս իշխանությունը այս բարակամից հակառակն են անում, ասում են հոկտեմբերի 27-ը դե բացահայտված է, որտեղ գիտենք ով է սպանել, բայց այս նույն իշխանությունները ընդդիմություն եղած ժամանակից ասում են, որ չէ, բացահայտված չէ, գործը քննվում է, որ միջև մեկ քննվում է, այսինքն սպանություն կատարող անձի բացահայտումը հանցագործության բացահայտում չէ, որովհետև սա փողոցում պատահական միջադեպ չէր, որ ինչ որ միամիտ մեկը կրակեց կամ ինչ որ process գեներացվեց ու մարդ սպանվեց, ասես դե այս մարդն է սպանել։ Այսինքն նույնիսկ այդ հանցագործություն կատարող անձն է ասում, չէ, մեկ ամիս հետևել է, այսինքն գնում է ինչ որ հետո աջակիցներ եւ այլն։ Այսինքն ականայտ է, որ սա կազմակերպված սպանություն է, որի մեջ առնվազն կան կազմակերպիչներ եւ չենք բացառում, որ կարող են լինել պատվիրատուներ եւ որը շատ կարեւոր է, կարող են լինել մարդիկ, որոնք տեղյակ են եղել, որովհետեւ տեղյակ լինել, առնվազն գոնե գաղափարին աջակցել, որոշակի երաշխիքներ տալ հանցագործությունից հետո այդ մարդկանց ճակատագրի մասին, սա նույնպես հանցագործության մեծ մաս է կազմում։ Այսինքն մենք չենք ասում, որ այն ինչ որ իշխանությունից այսինչ անձը հստակ սպանության պատվեր է տվել, չէ, բայց այն process-ը, որ տեղի է ունեցել եւ այն ինֆորմացիան եւ այն իրադարձությունները, որ սրա շուրջ մենք պատկերացնում ենք, մենք ունենք բազմաթիվ մտահոգություններ, որ առնվազն ինֆորմացիայի մակարդակով կամ աջակցության մակարդակով բավականին լայն շրջանակ կա։ Շատերը կասկածով վերաբերվեցին, որ սպանության բուն, այո, մեղավորը 20-ամյա մի երիտասարդ է։ Դուք ձեր թիմակիցն է եղել պարոն Գրիգորյանը, դուք տեղեկություն ունեք, իրենք իրար ճանաչել են երբևէ, ինչ որ հարաբերություններ ունեցել է։ Չէ, իմ ունեցած տեղեկատվությունը Վալոձա Գրիգորյանը անձնավորությունը չի ճանաչել, նաև այդ անձնավորությունը մի քանի տարի էր, ինչ Մերձավանը տեղափոխվել բնակվելու, նաև գյուղում տենց ինչ որ հայտնի չի եղել, հա, որպես ընտանիք, այսինքն շատերը փոքր գյուղ է, դե բոլորը իրար ճանաչում են, բայց գյուղի բնակիչների այդ զրույցներով էլ այդ անձնավորությունը տենց ինչ որ ձևով, հա, այսինքն ասում են նոր ճանաչեցին, թե ում մասին է խոսքը, այսինքն որովհետեւ գյուղում շփման մեջ Վալոձա Գրիգորյանի կամ Վալոձա Գրիգորյանի ընկերների հետ որովհետեւ շփում այս անձնավորությունը չի ունեցել եւ սա էլ է մեկ անգամ եւս փաստում, որ նա չէր կարող որովհետեւ խնդիր ունենալ Վալոձա Գրիգորյանի ընտանիքի կամ ընկերների հետ։ Փոխարենը մամուլը գրում է, որ Ախտոյան համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ ընկերական հարաբերություններ ունի ինքը։ Այդ ինֆորմացիան ամեն դեպքում կա։ Հա, կա երևի, բայց այդ անձնավորությունն էլ արդեն այդ դեպքից մի քանի շաբաթ առաջ լքել էր Հայաստանը։ Եվ այս ուղղությամբ նույնպես իրավապահները մեծ աշխատանք ունեն անելու։ Նորից եմ կրկնում, որովհետեւ անձի նկատմամբ մենք որովհետեւ մեղադրական եզրակացություն չենք ուզում տալ, բայց առնվազն այն կասկածները, որ կա, եւ նաեւ այն ինֆորմացիան, որը կա, իրավապահները պետք է արագ քննության առարկա դարձնեն եւ փարատեն բոլոր մտահոգությունները։ Նաեւ դուք տեղեկություն ունեք, որովհետեւ այդ մասին էլ մամուլը գրեց, որ 3 ընտանիք մեղադրյալներ, ում մեղադրանք է այսպես կասկածյալներ են, լքել են Մերձավանը, այդպիսի տեղեկություններ կան։ Ինչ որ գյուղի բնակիչների շփումներով կան նման խոսակցություններ, բայց դա ինչ որ իրավապահ համակարգի գործողություններն են, հիմա եթե ունեն մտահոգություններ, բայց Վալոձա Գրիգորյանի ընտանիքը եւ ընկերները միանշանակ, այսինքն միակ այս ամեն ինչի պատասխանը, այսպես ասած, պետք է լինի արդարադատությունը, այսինքն բացառապես
օրենքի առջև պետք է պատասխան տան բոլոր մեղավորները եւ արժանի պատիժ կրեն, այսինքն որևիցե այլ վերաբերմունք մենք այս իրադարձություններին չունենք եւ չենք կարող ունենալ, բացառապես օրենքի առաջ պատասխանն է լինելու այն փոքր սփոփանքը, որ ընտանիքին, ընկերներին, համագյուղացիներին կարող է լինել, բայց եթե ինչ-որ մարդիկ մտահոգություն ունեն այդտեղ, այդ իրավաբանների եւ այդ մարդկանց խնդիրն է, նման մտահոգության տեղիք Վալոձե Գրիգորյանի ընտանիքի եւ ընկերները չեն տվել։ Իսկ ձեր տպավորությամբ արդյոք լարվածությունը շարունակում է մնալ։ Որովհետեւ լարվածություն չի եղել, որովհետեւ Վալոձե Գրիգորյանի ընտրվելուց հետո նաեւ այն կարգախոսը որ կար, դա իր աշխատավորներ, ապրելավորներ բոլորի համայնքապետը, նա միշտ բաց ընդառաջ է գնացել բոլորին, առավել եւս ապրելով հենց Մերձավան գյուղում ինքը իր ընտանիքը, որովհետեւ խնդիր չի ունեցել եւ այս ընտրություններում եւ 21 թվականի ընտրություններում, եթե առանձին Մերձավան գյուղը նայենք, 80%-ից ավել ձայն է հավաքել Վալոձե Գրիգորյան, այսինքն տենց են, որ ինչ-որ վարկածներ կան երկու կողմ, այդ երկու կողմ չկա, ասում 80%-ից ավելը դա միայն ընտրությունների ժամանակ աջակցել է Վալոձե Գրիգորյանին, այսինքն այդ տեսանկյունից Մերձավան գյուղը միակարծիք, միահամուռ այդ հարցի շուրջ եւ այդտեղ որից լարվածություն չկար եւ Վալոձե Գրիգորյանն էլ իր աշխատավոճով համայնքի շահը վեր էր դասում ցանկացած հարաբերություններից այդ թվում քաղաքական դիրքորոշումից եւ բազմաթիվ ԿՊ-ականներ ընտրությունների ժամանակ ԿՊ-ին բացահայտ աջակցող անձինք Վալոձե Գրիգորյանի ընտրվելուց հետո շարունակել են իրենց աշխատանքը համայնքապետարանում, համայնքային կառույցներում, դա այդ քայլով նաև համերաշխության ոչ միայն կոչ է արել, այլ համերաշխության քայլ է արել եւ երբեք որևիցե մտահոգություն եւ որևիցե քննարկում, որ ինչ-որ լարվածություն կա համայնքում, ես ինքս բացի այն, որ մենք քաղաքական թիմակիցներ ենք, նաեւ մտերիմ ընկերներ են եղել, երբեք չեմ նկատել, ինքը միշտ նաև հարցրել եմ անուն, ասենք ԿՊ-ականների վարքագիծը, ոնց նորմալ, այսինքն որովհետեւ լարվածության կասկած, որ ասեմ, ինչ որ կարող է sense մի հատ փոքր միջադեպ լիներ, sense մեծան, չէ, այսինքն այդ տեսանկյունից գյուղում լարվածություն չկա, այս բանը չկա, գյուղացիները իհարկե մեծ ցավ են ապրում, որովհետեւ անկախ համայնքի պաշտոնը զբաղեցնելուց Վալոձյան իրենց ընկերն է, համագյուղացին, սիրված ընտանիքի անդամ մեծ ցավ են ապրում եւ զուտ այդ մտահոգություններն է մարդկանց այդ շփման ժամանակ էլ բոլորը գոնե հույս են հայտնում, որ արդարությունը կհաստատվի դատարանի կողմից։ Շատ է հնչում այս օրերին նաև, քանի որ հաղթանակի մասին խոսեցիք ընտրություններում, որ այդ հաղթանակը չներվեց նրան։ Արդյոք նման կասկածներ կան կամ արդյոք դա իսկապես ինչ որ մի տոկոս ազդել այս իրավիճակի վրա։ Գիտեք, Վալոձե Գրիգորյանի կարգավիճակը եւ գործունեությունը բացառապես քաղաքական էր, այսինքն այնպես չէր, որ ասեմ ինքը ինչ-որ այլ միջավայրում էր իրեն դրսևորում, այսպես կոչված սիրողական մակարդակով քաղաքականությամբ էր զբաղվում։ 21 թվականից բացահայտ հրապարակային տելեկաղաքական պրոցեսի մեջ, հիշում եք այդ ընտրությունները, փողոցային պայքար, դատական պայքար, այսինքն իր կարգավիճակ եղել է քաղաքական, մեր կուսակցության, ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է եղել, քաղաքական բոլոր գործընթացներին պարակարից դուրս ներգրաված է եղել Երևանի ընտրություններում, Ալավերդիում, միջադեպերի ժամանակ, այսինքն բոլոր տեղերում, որտեղ որ կուսակցական պայքար եղել, ինքը եղել է, այսինքն իր կարգավիճակը քաղաքական է, հետևաբար նաև որովիցե այլ գործընթացում, ասենք ինչ-որ տնտեսական, միջանձնային, փողոցային, ինչ-որ որովիցե տեղ ինքը նաև ժամանակ չուներ ներգրավելու։ Հիմա քաղաքական գործունեությամբ զբաղվող անձի կազմակերպված պլանավորված սպանության մեջ արդյոք կա քաղաքական հետք, չենք բացառում, բայց նույնիսկ եմ կրկնում, այդ քաղաքական շրջանակը ինչ մակարդակի է, որտեղ է ավարտվում, ով ինչ ներգրավվածություն է ունեցել, տարբեր մտահոգություններ կան, բայց զերծ կմնամ ինչ-որ անուններ կամ գործընթացների վերաբերյալ տեսակետ հայտնել, ուսում իրավապահները կբացահայտեն, որովհետև մյուս կողմից էլ Վալոձե Գրիգորյանի
ընդդիմադիր կեցվածքը սկզբունքայնությունը բացահայտ էր, դա իր տեսակն էր, այսինքն չկոտրվող, պայքարող, միշտ կանգնած մնալ։ Հետևաբար այդ մտահոգությունները կան մեզ մոտ, ընտանիքի մոտ եւ իրապահների նաեւ պես կոչված քաղաքական պատասխանատվությունը, եթե ասենք, նաեւ կանում է դրանում, որ նման դեպքերը ինչպես ցավոք Հայաստանում տեղի ունեցած որոշ իրադարձություններ, հանցագործություններ չթողեն մտահոգության տեղիք, որ անընդհատ այդ կասկածները շարունակեն մնալ։ Պարոն Առաքելյան, քանի որ նաև վաղը նախատեսված է համայնքի ղեկավարի ընտրություն, կա թեկնածու ում եք առաջադրելու եւ ինչպես է նա շարունակելու այն գործը, որը սկսվել է պարոն Գրիգորյանի օրոք։ Այո, օրենքի պահանջն է հիմա համայնքի ղեկավարի նոր ընտրությունը լինելու հավաքանու անդամների կողմից։ Մեր խմբակցությունը իհարկե թիմակիցները բավականին ծանր վիճակում են, առավել ևս ապրել, անընդհատ գտնվել միջավայրում, համայնքապետարանի շենքում, որտեղ ամեն պահ Վալոձյայի խոսքը շատ կարևոր էր, իր շփումը եւ իր մասնակցությունը, բայց առաջին հերթին հենց Վալոձյայի այն երազանքները, այն ծրագրերը, որ կար, դրանք շարունակելու, կյանքի կոչելու պատասխանատվությունը մեզ ուժ է տալիս, որովհետև նոր է սկսել ընդամենը 5 ամիս եւ այս բազմաթիվ ծրագրերը, բազմաթիվ գաղափարներ կար ու այդ փոքր հաջողությունները թիմին էր մեծ ուրախություն պարգևում։ Պետք է շարունակենք աշխատել, շարունակենք, ինչքան էլ դժվար լինի։ Մեր թիմակիցներից Հախվերդյան Օնիկը կլինի մեր թեկնածուն, որը եւ այս ընտրություններում եւ նախորդ ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ համարն էր, ակտիվ ներգրաված է եղել որպես հավաքանու անդամ համայնքի կառավարման փորձ ունի, տիրապետում է խնդիրներին եւ թիմն էլ, բոլորն էլ այդ տեսանկյունից միակարծիք են եղել պարոն Ախվերդյանի թեկնածության շուրջ եւ վաղվա ընտրությունից հետո կշարունակենք նաև այն պատասխանատվությունը, այն խոստումների կատարումը, որը Վալոձյա Գրիգորյանը իր թիմով ստանձնել էր Փարաքար համայնքի բնակիչների առջև։ Չեք կարծում, որ հնարավոր է որոշակի, չնայած դուք մեծամասնություն եք եւ ընտրությունը միանշանակ վճռորոշ է լինելու, բայց ամեն դեպքում իշխանական տեխնացուի կամ իշխանական ավականու անդամների կողմից հնարավոր ինչ որ իրադարձությունները այլ կերպ զարգանան։ Մեր թիմակիցները մենք նման մտահոգություն չունենք, թիմը ամուր է, նաև այս իրադարձությունից հետո այդ պատվախնդրությունը առաջնային է, այն որ իշխանության վարքագծում ոչինչ պետք չէ բացառել, չեմ բացառում, բայց հույս ունեմ, որ գոնե այս իրավիճակում հավելյալ արկածախնդրության քայլեր չի լինի իրենց կողմից։ Իսկ մեծ խորհրդարանական ընտրություններին արդեն որոշում ունի ապրելու երկիրը մասնակցելու եք եւ արդյոք այս ողբերգական դեպքը ինչ որ ձևով ձեր հետ կապված ձեր քաղաքական այսպես պլաններում որոշակի բան փոխել է։ Ու ապրելու երկրի կուսակցության կողմից ընտրությունների մասնակցելը բնական է, այսինքն այդտեղ որոշում ունենալու անհրաժեշտություն չկար։ Ի տարբերություն քաղաքական ուժերի, որ ընտրություններից առաջ հայտնվում են, հետո գնում են, նորից հայտնվում են, մենք 21 թվականից ակտիվ քաղաքականության մեջ ենք։ Ասում են անիմաստ ընտրությունների մասնակցել։ Նաև մենք հենց մեր օրինակով ենք ցույց տվել, որ իշխանապողության համեմատաբար ամենաարդյունավետ ճանապարհը ընտրություններն են եւ հենց նույն Փարաքարում, Նոյեմբերյանում, Ալավերդիում, Տաթևում ընտրություններով հաղթել են ԿՊ-ին, արձանագրվել է դա եւ այդ ճանապարհով են գնացել, համայնքներում աշխատել, մեր աշխատանքով ցույց տալ մեր արդյունքը ընտրողներին, նաև որպես կուսակցություն կայանալ, ոչ թե ունենալ կուսակցության կնիկ եւ ասել դե մենք եկել ենք ուզում ենք իշխանություն ունենալ։ Դրա համար պետք է աշխատել, ցույց տալ կարողս որպես կուսակցություն, գոնե մեկ ընտրության, մենք 20-ից ավել ընտրությունների ենք մասնակցել, մյուս տարբերակները, հա եթե որևէ քաղաքական process-ի մեջ չես լինում եւ հետո որոշում ես ընտրությունների մասնակցել, բնական է հաջողելու շանսերը քիչ են։ Ինչ վերաբերում ընտրություններով իշխանապողության տարբերակին, այդ ընտրությունները լինելու են։ Այսինքն անընդհատ ասել ընտրությունների նշանակումը Դե ասում են Նիկոլ Փաշինյանի հետ չպետք է գնալ ընտրությունների։ Դե բարի ցանկություններ միշտ կարելի է ունենալ, կարելի է ավելի բարի ցանկություններ ասել, որտեղ Նիկոլ Փաշինյանը
պետք է հրաժարական տա, ԿՊ-ի հետ պետք է հեռանա քաղաքականությունից, ընտրությունների չմասնակցի, երկիրը զարգանա, հզորանա, միշտ կարելի է բարի ցանկություններ ունենալ, այո։ Դրանք ոչ թե պետք է ասել, դրանք կարող են ասել ընտրողները, դրանք կարող են ասել քաղաքացիները, լրագրողները, մտահոգություն հայտնեն, ցանկություններ ունեն։ Քաղաքական դաշտը մտահոգություն եւ ցանկություն չպետք է հայտնի, քաղաքական դաշտը դրանով պետք է զբաղվի։ Ոչ թե պետք է ասի Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացնել։ Մենք դրանով ենք զբաղվում։ Նստել անդադ ասել Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, այդ ոնց որ ֆուտբոլիստները խաղի ժամանակ ասեն դե պետք է գոլ խփեն։ Այդ երկրպագուներն են ասում պետք է գոլ խփեն, ֆուտբոլիստները պետք է գնան գոլ խփեն։ Հիմա մեր խնդիրը ընտրություններով իշխանությանը հեռացնելն է։ Կա արդյոք այլ տարբերակ իշխանափոխության, փողոցային պայքար, փողոցային ճնշում, տեսականորեն այո։ Այսօր դրա նախադրյալները զրոյական են։ Պետք է նաև չխաբել առաջին հերթին ինքներս մեզ, հետո որ շատ կարևոր է ընտրողներին։ 26 թվականի ընտրությունները իրականություն են։ Անկախ նրանից ինչ process-ներ կգնան, այդ ընտրությունները լինելու են։ Եթե փողոցային պայքարը կարաս անես, չանես, այսօր անես, վաղ անես, մի տարուց անես, տեղ որոշում կայացնողը քաղաքական դաշտը չէ։ Այստեղ կա օրենք, կա սահմանադրություն եւ 26 թվականին լինելու են ընտրություններ։ Հիմա ինչ process ուզում ես արա, ինչ ուզում է լինի, այդ ընտրությունները լինելու են։ Այսինքն այնպես չէ, որ ընտրություն լինել չլինելը քաղաքական դաշտն է որոշում, ինչպես միտինգ անել, չանել։ Բայց այլ ճանապարհով ինչ process է լինում է, վերջում ընտրություններով է չէ իշխանությունը ձևավորում։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հիմա հրաժարական տա, ինչ ուզում է լինի, պետք է ընտրություն լինի, որ ձևավորվի իշխանություն։ Հիմա լավ կլիներ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ այս բանին։ Իհարկե լավ կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Անընդհատ խոսել մի բանի մասին 26 թվականի ընտրություններն էլ պրավալ տալ եւ հետո սկսել նոր ցիկլ, դա ուղղակի խայտարակություն կլինի։ Տևաբար մենք առնվազն շատ վաղուց, շատ քիչ ենք հավանական համարել այլ սցենարներով իշխանափոխությունը եւ մեր բոլոր ռեսուրսները ներդրել ենք գնալ դեպի խորհրդարանական ընտրությունների։ Կլիներ արդյոք արտահերթ։ Պատրաստվում ենք նաեւ դրան, բայց այս պահին նաեւ ժամանակային սահմանը հաշվի առնելով շատ քիչ է հավանականությունը արտահերթ ընտրությունների։ Փառաքարի մասով Վալոդա Գրիգորյանը մեր կուսակցության առանցքային անդամներից է, նաեւ իր հաղթանակը, իր աշխատավոճը, նաև թիմում իր ազդեցությունը բավականին մեծ էր, իհարկե մեր համար ծանր կորուստ է, բայց շարունակվում է մեր պայքարը նաև հենց Վալոդա Գրիգորյանի հիշատակը հարգելով եւ ամուր պահելով, որտեվ 26 թվականի ընտրությունների մասով էլ ինքը մեծ ներգրավվածություն էր ունենալու, մեծ ծրագրեր ունեինք, ոչ միայն Փառաքարում, ամբողջ մարզում, մարզից էլ դուրս։ Դրաբար բոլորիս համար ծանր է, բայց այս ողբերգությունը նաև վերաիմաստավորելով գնալու ենք առաջ եւ ընտրություններին միանշանակ մասնակցելու ենք։ Իսկ միայնակ է գնալու թե հնարավոր են դաշինքներ։ Չենք բացառում, մեզ համար ընտրություններին մասնակցելու ձևաչափը ինքնանպատակ չէ, ոչ ինչ որ ամբիցիաներ կա մասնակցելու ձևաչափի մասով, բայց մյուս կողմից էլ արհեստական գործընթացների մաս կազմելը նույնպես անտրամաբանական ենք համարում, որովհետեւ ընտրական դաշինքների մեջ պետք է լինի բնական եւ հասարակության համար ընկալելի դաշինքները, ոչ թե տեխնիկական միավորվել, հետո ընտրությունների հաջորդ օրը անկախ նրանից իշխանափոխություն լինում է թե չէ, քանդվել, ոնց մեր անկախ Հայաստանի պատմության մեջ բազմաթիվ նման դեպքեր են լինում, որովհետեւ ընտրությունը դա այլ գործընթաց է, երկրի կառավարման մասնակցությունը այլ։ Հիմա հնարավոր է արդյոք ընտրություններից առաջ միավորվել։ Այո, այստեղ քննարկում ես ցուցակի հարցը, չէ, քննարկում ես քարոզչությունը, մեկը բուկլետ է բաժանում, մեկը խոսում է, մեկը անում է։ Այդ ամեն ինչը կարելի է համաձայնվել։ Բայց հետո, երբ որ ընտրություններն ավարտվում են, քաղաքականությունը լրիվ այլ բանի մասին է, չէ, օրենսդրություն, դիրքորոշում, գործընթացներ։ Այսինքն, երբ որ դու դա չես քննարկում ու քննարկում ես միայն ինչպես անել 2-3 ամիս իրար հետ լեզու գտնել գնալ ընտրությունների, հետո հայտնում ես խորհրդարանում, մեկը պարզում է, որ ունես տարբեր դիրքորոշումներ, հարցեր, կարևոր հարցերի շուրջ, ունես արժեքային տարբերություններ, գաղափարական տարբերություններ։ Հետևաբար մենք բացառապես քննարկում ենք հնարավոր համագործակցությունը այն ուժերի եւ անհատների հետ, որոնց հետ ունենք Կա հիմա այդ քննարկումը բնական դաշնակցային հնարավորություններ, հա, ծրագրերի, որոշ շատ ավելի կարևոր է արժեքների, այսինքն մենք ինչպես սկզբունքներ ենք դավանում, հա։ Այդ սկզբունքների արժեքների շուրջ, այո, քննարկումներ ունենք, այս բանը զերծ կմնամ անուններ տալուց, որովհետեւ երկկողմանի կա պայմանավորվածություն, որ առնվազն համատեղ կխոսենք այդ մասին,
եւ քաղաքական ուժերի եւ անհատների, որովհետեւ մենք գնում ենք այն ճանապարհով, որ կարծում ենք նաեւ այս միանձնյա իշխանության արկայությունն է մեր խնդիրների որոշ պատճառներից մեկը, որովհետեւ այս պահին ունենալով խորհրդարանական կառավարման համակարգ փաստացի կա վարչապետական կառավարման համակարգ, որովհետեւ խորհրդարանի մեծամասնությունը վարչապետի ազդեցության տակ է նաեւ այն պատճառով, որ այդ նույն վարչապետը ամբողջ խորհրդարանական մեծամասնության կուսակցության նախագահն կարող ենք ասել, թե խորհրդարան ավելի բարձր է, քան կառավարությունը, բայց մյուս կողմից էլ, երբ որ քաղաքական տեսանկյունից ես նայում, այդ կուսակցությունը, որի ղեկավարն էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է։ Հետևաբար մենք կարծում ենք շատ ավելի արդյունավետ կլինի, որ խորհրդարանում եղած 2, 3, 4 ուժեր համատեղ կազմեն իշխանություն, որը նաև կզսպի կառավարության գործունեություն, այսինքն չի լինելու այլևս վարչապետ, որը խորհրդարանում ունենալու է միաձայն իշխանություն, այսինքն վարչապետը լինելու է մեկ կուսակցությունից, բայց խորհրդարանում իշխանությունը լինելու 3-4 կուսակցությունների եւ չի կարողանալու ազդել եւ այդ հակակշիռների զսպումների մեխանիզմը մենք վստահ ենք, որ ավելի արդյունավետ կդարձնի խորհրդարանական կառավարման համակարգը եւ մենք հենց գնում ենք այդ ճանապարհով ձևավորել հնարավոր բնական մի դաշինք եւ ունենալ պատասխանատվության մեր բաժինը նոր իշխանության մեջ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։